Բարի լույս իմ շատ սիրելի բաժանորդներ ջան, բարի լույսը բարին բերի ամենքիս սրտին, հոգուն, մտքին, թող լուսաբացը միշտ բարի լինի, ուզում եմ պայծառ չքնաղ լուսաբաց, մի արևածագ, վառ ու գեղանի, որ իր ջերմությամբ մեզ իր գիրկն առնի, առանց ջերմության ծիլն էլ չի ծլի, սերն էլ կմարի, եկեք միասին միմյանց ցանկանանք ուրախ, հաճելի օր, իմ լավ սիրելի հետևորդներ ջան, սա մեր լավանդան է, որ խոստացել է ծաղկած ժամանակ ցույց տամ, ցույց եմ տալիս կապույտ, շատ թույլ կապույտ ծաղիկներ ունի և շատ գեղեցիկ է, սիրելիներս, այսօր այս ֆորմատով էլ ներկայացնում եմ այս հոլովակը մեր գեղեցիկ ծաղիկներով և որդուս ծննդյան արարողությամբ, կներեք, որ դեմքով չեմ կարողանում ձեզ բարևել, մի քիչ վատ առողջ եմ, վաղը խոստանում եմ միասին կհանդիպենք, միասին թեյ կխմենք, սուրճ կխմենք, մի լավ զրույց կանենք, իսկ հիմա ծաղիկները հերթով կարգով Մարինկաս նկարել է և ցույց եմ տալիս բոլորիդ, սա էլ փաթաթովի վարդ է, արդեն գեղեցիկ հրաշք ձևով ծաղկել է, այստեղ մեխակներն են թուրքական, որոնց շատ սիրում եմ, իմ ամենասիրած ծաղիկներից մեկն են, հələ գույնը զգույն, այս հեքիաթային գույները տեսեք, ինչքան գեղեցիկ են, ինչքան լավն են, ինչքան հոտավետ են, այստեղ էլ ունենք ծաղկած, այս անկյունում բորդոյի, ռոզվի, այստեղ մեր լիլիաներն են, շուտով կծաղկեն և ավելի կգեղեցկացնեն այս ծաղկանոցը, մեր ծաղիկների պարտեզը կգեղեցկացնեն, իմ սիրելի բարեկամներ, այստեղ մարգարիտաներն են, որոնք բավականին ժամանակ միշտ ցույց եմ տվել, ծաղկում են և դեռ ծաղկած կմնան, սա այստեղ էլ ունենք, այստեղ նորից վարդեր են, իմ լավ սիրելի հետևորդներ ջան, այստեղ ամարիսներն են և նորից մեխակներ կան, սիրելիներս, երեկ իմ թոռնիկի ծննդյան օրն էր և մեր ամուսնության 45-ամյակը, եկեք թոռիս մաղթենք, ամենալավն ու բարին, կանաչ ճանապարհ դեպի նոր կյանք, նոր ապագա, իմ լավ բարեկամներ, այստեղ էլ մեր գեղեցիկ վարդերն են, թագուհիներն են ծաղիկների, կոկոմել են, որոնք ծաղկել են, տեսնում եք ինչ սիրուն գույն ունի, սա էլ ռոզվի սպիտակ գծիկներով է, կողքինը ցուրտը տարել էր, կտրեցինք, սկսել է աճել, անգամ ուզում է ծաղկել, իսկ մի քանիսը չորացան ընդհանրապես, նրանք սկսեցին աճել, սա նոր տնկած է, սա էլ է լավ, իմ լավ բարեկամներ, շատ գեղեցիկ է մեր վարդերը, մեր պարտեզը, ուղղակի մաքրած էր, ակուրատնի, միշտ ցույց եմ տալիս, ուղղակի անձրևից հետո խոտը նորից դուրս է գալիս, ինչ արած, չեն հասցնում, այստեղ նորից դրսի վարդն է ցույց տալի Մարինես, փաթաթովի է, խնդրեմ, այստեղ էլ երկու տեսակ է, մեկը մուրաբայի վարդ է, տեսնում եք, այս մուրաբայի վարդից վաղը թփիկները կբերի, թերթիկներով թեյ կխմենք, Մարինես կքաղի կբերի, շատ անուշ թեյ է լինում, անուշահոտ, անուշ հոտով բուրում է այս վարդի թերթիկները, միշտ Հայաստանում եփել ենք վարդի թերթիկներ, այստեղ իրիսներն են, որոնք շուտ ծաղկում են, շուտ էլ թառամում են, բայց ասեք, որ գեղեցիկ ծաղիկներ են, միևնույն է, տարբեր գույները կա, ես ցանկանում եմ դեղինը ունենալ և ուզում եմ կգնեմ դեղին գույնն էլ, այստեղ ջերմոցի կողքի մեխակներն են, որոնք բավականին փչացել են, մի քանիսն է մնացել, որտև մեխակները 2 տարվա կյանք ունեն, ցանել է հարսը, մյուս տարի գարնանը բավականին կլինի գեղեցիկ խիտ, այստեղ էլ արդեն մեր ցածր ծաղիկներն են, արանքներում լամպեր է դրել որդիս հարսս, արևից
լույս է ընկալում երեկոյան, լուսավորում է ծաղիկները, տեսնում եք գեղեցիկ են, սիրելիներս, որքան հնարավոր է Մարինկաս այդքան նկարել է, դե երեխա է, հազիվ նկարի, սա էլ մեր ցինյաներն են, արդեն բավականին մեծացել են, իսկ այստեղ տեսնում եք երեկոյան ժամ է, լավ երևում է լույսը տալիս է և երևում է ծաղիկների գեղեցկությունը, լուսամուտը բացում եմ և հիանում եմ այս ծաղիկների, մի թեթև է լուսավորությունը, բայց միևնույն է գեղեցիկ է, այստեղ Մարինես թոռնիկիս հետ ելակ են քաղում, ասեցին գնացեք, դուք ինքներդ քաղեք, վայելեք, սիրում են, որ իրենք քաղեն, աղջկաս որդին է, լավ ֆուտբոլիստ և լավ դաշնակահար է, նվագում է, տեսնում ես ցույց է տալիս Մարինեին, քաղեն, Մարինեն բացատրում է, թե որը քաղի, թող քաղեն, լվանան իրենց ձեռքով և անուշ վայելեն, մեկ-մեկ քաղում ցույց է տալի, ես քաղեմ, հարցնում է, խնդրեմ, հետաքրքիր է չէ, որ իրենց ձեռքով երեխաները քաղեն, քանց թե պատրաստի, լվանում ես, ասում ես կերեք, եթե հողամասում ունենք, թող քաղեն, ասեն, որ շատ համեղ է, քաղցր է, անուշ բույր ունի, հիշում եք, սովետական ժամանակ, որ քաղում ենք ելակը, ինչ կպնում էր մատներից գույն էր տալիս ու մի անուշ հոտ ուներ, իսկ հիմավաները գնում ես ոսոր փետ լինի, ոչ մի համ հոտ չկա, բայց այս սորտի մեջ, որ մենք հիմա ունենք, քաղում են երեխաները, դա էլ շատ համեղ է, շատ քաղցր է, իմ լավ բարեկամներ, հեսա կտանեն, կլվանան, միասին կվայելեն, Մարինկայիս ուրախությանը չափ չկա, որ իր եղբայրը հյուրընկալում է մեզ, իրեն հետ խաղում են, իրեն հետ զբաղվում են իրար հետ, քաղում են, ցույց է տալիս, անգամ այս խոնավությունից փչանում է, այստեղ էլ լվացել են, հիմա տանում են, որ վայելեն, անուշ ուտեք, շատ լավ ելակ է, մի երկու օրից էլը բավականին կքաղենք, նորից ցույց է տալիս, դե լրիվ չկարողացան քաղել երեխաները, այստեղ էլ Մարինես ամենաընտիրներն է ջոկել, կարմիրները և ցույց է տալիս, թե ինչպիսին է մեր ելակները, դե հիմա նստեք ու վայելեք իմ սիրուններ, սիրելիներս, պարտեզի ծաղիկները ցույց տալուց հետո հիմա ձեզ ցույց եմ տալիս, որ որդիս և հարսս գնում են մեծածախ շուկա, գնումներ կատարելու թոռնիկիս ծննդյան կապակցությամբ, տեսնում եք ճանապարհում MKAD-ն է, որը շատ խցանում է լինում, բայց ինչ արած, հարմարվում ենք այդ խցանումներին, ճանապարհը գեղեցիկ, երկկողմանի ծառերով պատված, գազոնը քաղած, մաքուր, ամպերը կապույտ ու սպիտակ, տեսեք ինչ գեղեցիկ տեսարան եմ ձեզ ցույց տալիս, իմ շատ սիրելի հետևորդներ ջան, այստեղ արդեն խցանում չկա, արագ գնում են, արդեն մտան Food City, պետք է կտրոն վերցնեն, նոր բացի, որովհետև հետ գալու մուծում պետք է կատարեն, իհարկե ավտոն կայանելու համար է մուծումը, որ կայանես մեքենան, բացեց, հիմա մտան արդեն շուկա, հսկայական տարածք է, մի քաղաքի չափ, շատ մեծ, հսկայական, տեսեք գրված է Food City, այստեղից սիրելիներս, էժան ես գնում, որտև արկղով ես գնում, այս շենքի մեջ միսն են վաճառում, ընդեղենը, իսկ դրսում բոլոր բանջարեղենները, ինչ ուզեք կա, հիմա հերթով, կանգնելով կհարցնեն, ամեն մի ծախող մի գին է ասում, չէ, պետք է հարմար գնով գնեն, այստեղ ձմերուկների, եմիշների շարքն է, ձմերուկ գնեցին, այստեղ էլ եմիշ են հարցնում, ասեմ, որ շատ երկուսն էլ ընտիր քաղցր ձմերուկ եմիշ էր, նաև հայկական բանջարեղեն, ծիրան, ամեն ինչ կա, հիմա գնում են հայկական
շուկայի մեքենաների մոտ, որպեսզի գնեն ծիրան, գիլաս, շլոր, իսկ հիմա մտել են շուկայի մեջ, լիմոնադ են գնում։ Մի խոսքով, ինչ-որ ծննդյան կապակցությամբ հարկավոր է ասեմ, որ գնել էին գյոջա շլոր, քաղցր, սիրելիներս, հայկական ծիրան, հայկական գյոջա, հայկական գիլաս, շատ։ Հիմավա դե այդ է, չէ, ուտվում, բանան, ապերսինը արդեն վերջ։ Պետք է հիմա ծիրանը գնես, ելակը, դեղցը։ Այսպես գնում են դեպի Մսի Պասաժ, ընդեղ են բավականին գնել, միս գնելու, շատ մեծ շուկա է, կանաչիների բաժինը առանձին է, հատուկ տեղ, այստեղ միսն է, տեսեք ինչ լավ միս է, որ կտորը ուզես կտրում են։ Հայաստանում այսպիսի բան չկա, որ ես ուզես չեմ կարա կտրեմ, իսկ այստեղ տենց բան չկա, որն ուզում ես, որ մասից կտրի տամ, կես կիլո, 200 գրամ կապ չունի, կտրում է և տալիս է։ Այսենց գնում են հիմա իրենց առևտուրը վերջացնեն, նոր գան, ես ձեզ ցույց կտամ, իմ շատ սիրելի հետևորդներ ջան, չեմ կարող սեղանը ցույց տալ, որտև չեմ նկարել, չկարողացա դա անել։ Իսկ հիմա սիրելիներս արդեն վերջացրել են գնումները կատարելը, վերադառնում են տուն։ Մեզ մոտ էլ շուկա կա, չկարծեք, որ չկա, ուղղակի այնպիսի մի ահռելի գներ են, որ չես կարողանա այդ շուկայից օգտվել և գնել։ Դրա համար գնում են Ֆուդսիթի, այդտեղ մատչելի է, հարմար է գները, սիրելի հարազատներ ջան։ Սիրելիներս արդեն նախապատրաստել ենք, պատրաստել են, շարել են ափսեների մեջ, դասավորել են, տեսնում եք այնտեղ հայկական գիլասն է, խնձորն է, գյոջան է և ծիրանը, թթուները բոլորը մեր պատրաստածներն են, պաների տեսականիներ, կանաչիներ, ամեն ինչ սիրելիներս դասավորել են, որ հենց արդեն խորովածը մինչ պատրաստ լինելը սեղանները կդասավորեն, բամյան բոլոր թթուները մերն է, ծիծակը, աղաջրով բռնած, ինքս եմ բռնել, ամեն ինչ, ինչքան լավ է, չէ, որ ամառվա տանջանքը ձմեռվա նուշն է, այդպես միշտ ասել են, հիմա բացում ենք, ասեմ, որ վերջին տարաներն են, պահել էինք թոռնիկիս ծննդյան օրվա առթիվ, կրկին անգամ թոռնիկիս մաղթենք ամենալավն ու բարին, Աստված օրհնի իր կյանքի ամեն մեկ օրը, իմ լավ բարեկամներ, իսկ հիմա խորովածն է ցույց տալիս, արդեն համարյա պատրաստ է, այստեղ էլ մեր ոնց որ ասում են տղամարդիկ թոքջիգյարն է, մեր հյուրերը, մեր հարազատներն են, մեր ուրախություն կիսող մարդիկ են, հյուրերն են, որի համար շատ ուրախ եմ, մեքենաներն են կայանված, ասեմ, որ անձրև եկավ մի մոմենտ, լավ է խորովածը կրակին չէ, այստեղ էլ հողամասն են մի կտոր նկարում, իսկ այստեղ խաշլաման է կարտոֆիլով, բանջարեղեներով, մեզ բարի ժամանց, ուրախ ժամանց, ձեզ բարի դիտում, ստեսություն իմ անգին բարեկամներ, համբուրում եմ մինչ նոր հոլովակ սիրելիներս։